Հունիսի 4-ին Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն ընդունեց Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի քաղաքապետ Էրիկ Պիոլիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին միգրացիայի միջազգային համագործակցության հարցերով փոխքաղաքապետ Էմանուել Կարոզը, քաղաքապետի կաբինետի տնօրեն Օդիլ Բարնոլան, միջազգային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Օղելի Լմողը, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի խորհրդական Ռիշար Կզավիեն, Գրենոբլի քաղաքապետարանի ապակենտրոնացված համագործակցության հարցերով տնօրեն Ֆրանսուազ Նատյուրելը, առողջապահական ծրագրերի օպերատոր բժշկական օգնություն եւ զարգացում ասոցիացիայի ներկայացուցիչ Ժան-Կլոդ Ռոսսեն եւ ծրագրերի համակարգող Յասմին Տոմեն, Սևան Գրենոբլ համագործակցության պատասխանատու Նելի Ստեփանյանը։ Գրենոբլի պատվիրակությունը Հայաստանում է հունիսի 2-ից 3-ը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցած Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի շրջանակներում, որին մասնակցել է նաև Սևան համայնքի պատվիրակությունը։ Համաժողովին հաջորդեց Սևան քաղաք ֆրանսիական պատվիրակության այցը քաղաքապետ Էրիկ Պիոլի գլխավորությամբ։ Սևան եւ Գրենոբլ քույր քաղաքներ ապակենտրոնացված համագործակցության 21-ամյա կենսագրությունն ավելացավ եւս 1 իրադարձությամբ եւ արդյունավետ հանդիպումներով։ Սևանի համայնքապետարանում տեղի ունեցած հանդիպման սկզբում Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ողջունելով սպասված հյուրերին նշեց, որ փոխհամագործակցությունը, որ արդեն 21-ամյա ճանապարհ է անցել, մեծ գնահատանքի է արժանի, քանի որ այն արդյունավետ է եւ կայացած։ Երկու քաղաքների համագործակցությանը միտված ծրագրերը ի սկզբանե ունեցել են կոնկրետ նպատակներ՝ աջակցել տնտեսության զարգացմանը, արժևորելով տեղական ռեսուրսները, մասնավորապես զբոսաշրջությունը, նպաստել հասարակական մշակութային կյանքի զարգացմանը, խթանելով արտաքին աշխարհի նկատմամբ բաց լինելը, բարելավել տեղական հանրային ծառայությունները, առողջապահությունը, հայ իրականության մեջ ներմուծել ֆրանկոֆոն մշակութային արժեքները։ Սևան Գրենոբլ համագործակցությունն անցել է ժամանակի միջով, այդ ընթացքում ստացել է նոր բովանդակություն եւ այսօր մեզ համար մեծ պատիվ է ձեզ հյուրընկալելու մեր համայնքում, իր խոսքում նշեց Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։ Ողջունում եմ ձեր բոլորի այցը Հայաստան, մասնավորապես Սևան։ Ուրախ ենք մեր բարեկամի բարեկամներին տեսնել մեր հայրենիքում, մեր համար հաճելի է, մեր համար պատիվ է ձեզ հյուրընկալել մեր մոտ։ Նաև ուզում եմ անդրադառնալ մեր հարաբերություններին հայ եւ հայ-ֆրանսիական եւ մասնավորապես Սևան Գրենոբլ։ Եվ մենք բազմիցս բնականաբար հայտարարել ենք, որ Սևան Գրենոբլ ապակենտրոնացված հարաբերությունները մեր Սևանի ապակենտրոնացված հարաբերությունների մեջ իր ուրույն տեղ ունի եւ ամենագլխավորներից մեկն է, որի մասին վկայում են Գրենոբլի կողմից մեր Սևան համայնքում կատարված եւ ներդրումները եւ այն ծրագրերը, որոնք իրագործվել են այս տարիների ընթացքում, որոնք այս պահին իրագործման փուլում են եւ նաեւ արդյունքից օգտվելով ուզում եմ անձամբ մեր աշխատակազմի, մեր Սևանի ազգաբնակչության, մեր բոլոր ավականիների, մեր բոլոր հասարակությանից մեկ անգամ եւս խորին շնորհակալություն հայտնել ձեզ, որովհետեւ գրեթե մեր ազգաբնակչության, չասենք, 10-ից 8 գոնե իր վրա եւս զգացել է Սևան Գրենոբլ համագործակցության պտուղները եւ նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր եւ ձեր աշխատակազմի եւ մեր աշխատակազմի, նաեւ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր տեղի հայ համայնքի, նաեւ որի աջակցության շնորհիվ է նաեւ մեր համագործակցությունը ավելի խորապես պահպանվում եւ համոզված եմ այս համագործակցությունը դեռ շարունակվելու է տարիներ եւ բնականաբար սպասելու ենք նոր ծրագրերի, նոր ձեռքբերումների։ Հանդիպման ընթացքում կարևորվեցին այն բոլոր ծրագրերը եւ ներդրումները, որոնք եղել են մարդակենտրոն եւ ուղղված են եղել Սևան համայնքի բնակչությանը։ Ինչպես նշեց համայնքի ղեկավարը, այս համագործակցությունը լավագույններից է եւ բավականին տեսանելի, ինչի առթիվ շնորհակալություն հայտնեց երկու քաղաքների աշխատակազմերին, այն դերակատարներին, որոնց շնորհիվ եւ որոնց միջոցով կարողացել են ապահովել կենսունակ եւ բարենպաստ միջավայր, ծրագրերն ու նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։ Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլը իր հերթին շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին ջերմ հյուրընկալության համար, նշելով, որ Գրենոբլի հայ համայնքը եւ հայ մշակույթի տունը կամուրջ են երկուստեք արդյունավետ համագործակցության համար։ Ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ։ Հավատացեք, այն ծրագրերը, որոնք իրականացվում են, մեզ համար էլ կարևոր են եւ համագործակցության առանցքն են։ Գրենոբլի հայ համայնքն էլ, ինչպես նաեւ հայ մշակույթի տունն ինքնատիպ կամուրջ են մեր համագործակցության կայացման եւ ամրապնդման համար։ Նշեմ նաեւ, որ հիշողությունները շատ ջերմ են իմ նախորդ այցի հետ կապված։
Իսկ այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր աշխատակազմերին, օպերատորներին, քաղաքացիությանը, որոնց աշխատանքի շնորհիվ հաջողել ենք ծրագրերն իրականացնելիս։ Հանդիպման ավարտին հայ եւ ֆրանսիացի բարեկամները փոխանակվեցին հուշանվերներով։ Գրենոբլ քաղաքի պատվիրակության այցը Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանի եւ համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շարունակվեց համայնքի այն բնակավայրերում, հաստատություններում եւ կառույցներում, որտեղ Գրենոբլի քաղաքապետարանի աջակցությամբ եւ օժանդակությամբ իրականացվել են ոլորտային մի շարք կարևոր ծրագրեր։ Բուժական մանկաբարձական կենտրոնը, որն այսօր սպասարկում է ծաղկունքի բնակչությանը, վաղուց կարիք ուներ հիմնովին վերանորոգման եւ կահավորման։ Խնդրի վերաբերյալ ֆրանսիական կողմին ներկայացրել էր Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը դեռևս Սևան քաղաքի Գոմաձոր թաղամասի բուժկետի բացման ժամանակ եւ խոստացել, որ տարածքը կտրամադրվի Սևան համայնքի կողմից։ Արձագանքը չուշացավ։ Այս աշխատանքները ներառվեցին Բժշկական օգնություն եւ զարգացում ասոցիացիայի 2023 թվականի առաջնահերթություն պահանջող ծրագրերում, որն էլ արդեն իրողություն է եւ Սևան Գրենոբլ համագործակցության հերթական արդյունքներից մեկը։ Նախկինում շենքային պայմանները ունեցել են, բայց բարվոք վիճակում չի եղել։ Բավականին մեծ գումար է դրվել, առաջի փուլով բուժկետը եւ նախասրահն է վերանորոգվել, երկրորդ փուլով նախաբուդկը եւ մյուս սենյակը եւ բժշկական միջոցները համայնքի բնակիչների անունից, բոլորի անունից խորի շնորհակալություն ենք հայտնում մեզ նմանատիպ նվեր ունենալու համար։ Սևան Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ծաղկունքի բուժական մանկաբարձական կենտրոնն առողջապահական ոլորտի օպերատոր բժշկական օգնություն եւ զարգացում ասոցիացիայի միջոցով, ինչպես տեսնում ենք, արդեն շահագործվում է։ Վերանորոգել ենք նաև բուժկետի սպասասրահը։ Շնորհակալություն Սևան համայնքին, իդեմս համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի, Գրենոբլի քաղաքապետին, պարոն Էրիկ Պիոլին, շինարարին, արդյունավետ համագործակցության եւ ծրագրերին օժանդակելու համար։ Լիովին հիմնանորոգված, կահավորված, ջեռուցվող բուժական մանկաբարձական կենտրոնը այցելուներին դիմավորում է ներկայանալի պայմաններում, ժամանակակից պահանջներին համապատասխան, առաջին բուժօգնությունը դարձնելով հասանելի եւ հարմարավետ։ Բուժական մանկաբարձական կենտրոնը բժշկական օգնություն եւ զարգացում ասոցիացիայի կողմից ստացել է նաեւ առաջին օգնության համար անհրաժեշտ սարքավորումներ, տեխնիկական միջոցներ, իսկ Սևանի բժշկական կենտրոնի կողմից համալրվել է անհրաժեշտ գույքով։ Հաջորդ կանգառը Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի բուժական մանկաբարձական կենտրոնում էր։ Այն եւս արդեն գործում է եւ առաջին բուժօգնության ծառայություններ է մատուցում գեղամավանցիներին։ Այստեղ նույնպես աշխատանքներն իրականացվել են բժշկական օգնություն եւ զարգացում ասոցիացիայի կողմից։ Տարածքը հիմնանորոգվել է Սևան Գրենոբլ համագործակցության շրջանակներում։ Նախացյալ տարի մեր ֆրանսիացի բարեկամների աջակցությամբ հիմնանորոգվեց մեր բուժկետը։ Ունենք կադրեր, որը մինչև վերանորոգումն են արված, որ հիմիկվա պայմանները արդեն գրեվան համեմատելի բաներ են։ Ջեռուցումն անցկացվեց եւ հարկավորեց ամեն ինչը։ Հիմա մեր բնակչությունը, հատկապես երեխաները, շատ հարմար սպասարկում են ստանում մեր բուժկետում։ Բոլորը շատ գոհ են, բոլորը շատ շնորհակալ են մեր բարեկամներից նման աջակցության համար։ Շնորհակալ ենք, շատ խորապես շնորհակալ ենք եւ գյուղի ամբողջ համայնքի կողմից եմ շնորհակալություն հայտնում եւ մեր բուժմիավորման, որ ունենք նորմալ պայմաններ, կարողանում ենք նորմալ ձևով բնակչությանը եւ փոքրիկներին մինչեւ այդտեղ պատվաստում չէր կատարում, ջեռուցումը լավը չէր, իսկ հիմա շատ լավ պայմաններ ունենք, շատ շնորհակալ եմ։ Սևան քաղաքում եւ համայնքի բնակավայրերում Սևան Գրենոբլ համագործակցության շրջանակներում հիմնանորոգված ու կահավորված բուժական մանկաբարձական կենտրոնները բժշկական օգնություն եւ զարգացում ասոցիացիայի լավագույն եւ օրինակելի ծրագրերից են, որոնք իրողություն են։ Շնորհակալություն երկու կողմերին այս նվիրական աշխատանքներին աջակցելու համար։ Հաջորդիվ ֆրանսիական պատվիրակությունը Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի ուղեկցությամբ եղավ Սևանի նորակառույց երաժշտական դպրոցի շենքում, որտեղ ֆրանսիական կողմի միջոցներով կահավորվել է երաժշտական դպրոցի դասասենյակներից մեկը։ Այն հագեցել են նոր սեղանաթոռներով, նոր դաշնամուրով, էլեկտրոնային գրատախտակով եւ հեռուստացույցով։ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն անդրադարձավ Սևան համայնքում կառուցվող երաժշտական դպրոցի նոր շենքին, նշեց, որ այն իրողություն է դարձել Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով, ֆրանսահայ բարերար
Պետրոս Թերզյանի հովանավորությամբ, նաև հավելեց. երաշտական նորակառույց դպրոցի նոր կահավորված լսարանն էլ, որը Գրենոբլի աջակցությամբ է իրողություն դարձել, միշտ հիշեցնելու է մեր բարեկամ Գրենոբլի ներկայությունը ոչ միայն երաշտական դպրոցի այդ անկյունում, այլ նաև համայնքում։ Քանի որ մենք այս պահին գտնվում ենք Սևանի երաշտական դպրոցում նորակառուցվող, որը իդեպ ասենք դեռևս ավարտական փուլում է գտնվում, կարծում եմ երևի մեկ ամսվա ընթացքում վերջնական ավարտին կհասցնենք։ Եվ բնականաբար ուզում եմ տեղեկացնել, որ Սևանը ունեցել է երաշտական դպրոցի խնդիր, նախկին շենքը եղել է 4-րդ դասարանի վթարային շենք, որը շահագործման ենթակա չէ այլևս, եւ սա մեր համայնքի համար եղել է առանցքային, առաջնային եւ առանցքային խնդիրներից գլխավորներից մեկը, եւ բնականաբար նաեւ ունենք այնպիսի երեխաներ, որոնք եւ ձեռքբերումներ են ունեցել եւ երաշտական բնակավարում մեծ հույսեր են կապում իրենց հետ, Սևանի համար ինքը եղել է գլխավոր խնդիրը։ Շատ համեստ հաշվարկներով ինչքան որ հաշվարկում էինք, բնականաբար համայնքի միջոցներով հնարավոր չէր լինելու հատ մոտ 350 միլիոն դրամի միանձնյալ ներդրում անել։ Եվ մի օր ընկերական հարաբերությունների շնորհիվ ես Սևանին գլխավորեցի մեր հարգարժան Հայաստանի Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի նախագահ պարոն Թերզյանին։ Եվ մենք Սևանում հանդիպեցինք պարոն Թերզյանի հետ, ես խնդրեցի ներկայացրեցի, որ եթե հնարավոր է Սևանի երաշտական դպրոցը համայնքի միջոցներով անհնարին է կառուցել, բայց այնինչ համայնքի համար գլխավոր խնդիրներից մեկն է համարվում։ Եվ ուզում եմ իմ խորին շնորհակալության խոսքերը հղեմ նաև այն մարդկանց, ովքեր այս մեծ ծրագրի մեջ ունեցել են իրենց ներկայությունը։ Եվ այսօր արդեն հպարտությամբ եմ նշում, որ Հայաստան համահայկական հիմնադրամը առաջին անգամ Սևանում ներդրում է կատարել, եւ կարծում եմ մեկ ամիս հետո կհանձնվի արդեն շահագործման, կհանձնվի երաշտական դպրոցին արդեն, որի համար նորից իմ խորին շնորհակալական խոսքերն եմ ուզում ասել։ Ֆրանսիական պատվիրակությունը Սևան համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելեց նաև Սևանի թիվ 1 բողբոջ մանկապարտեզ, որտեղ Սևան Գրենոբլ համագործակցության շրջանակներում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ եւ գործում է հիմնանորոգված տեխնիկապես հագեցած բուժկետը։ Այցը համընկավ Սևանի պետական քոլեջի ուսանողների եւ Արփի Սոլար ընկերության ներկայացուցիչների բողբոջ մանկապարտեզ այցի հետ։ Սևան Գրենոբլ համագործակցությունը կարևորվում է նաև նրանով, որ բազմաթիվ երիտասարդներ այսօր սովորելով Սևանի պետական քոլեջի ֆոտովոլտային կայանների տեղադրում մասնագիտությամբ համատեղ նաև կատարում են արևային ջրատաքացուցիչների, ինչպես նաև արևային վահանակների տեղադրում համատեղ մասնավոր ընկերության հետ։ Դրանով ձեռք են բերում փորձառություն։ Հերթական ջրատաքացուցիչն էլ կտեղադրվի բողբոջ մանկապարտեզում։ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի խորհրդական Ռիշար Կզավիեն ցանկություն հայտնեց տեսնել Սևանի մշակույթի կենտրոնի դահլիճը եւ ֆրանսիական պատվիրակությունը այցելեց նաեւ Սևան համայնքի Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնի դահլիճ, ծանոթանալու դահլիճի տեխնիկական վիճակին։ Միաժամանակ այցելուները ներկա եղան փոքրիկ իշխանը էկո ներկայացման փորձին։ Ֆրանսիական պատվիրակության Սևան կատարած այցից տպավորություններով մեզ հետ կիսվեց Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլը։ Շատ տպավորված եմ եւ ուրախ եմ, որ գտնվում եմ Սևան քաղաքում։ Այսօրվա մեր սպասված հանդիպման ընթացքում անդրադարձանք մեր երկարատև համագործակցության կենսունակությանն ու շարունակականությանն առնչվող ոլորտներին՝ առողջապահություն, զբոսաշրջություն, ֆրանսախոսության տարածում, վերականգնվող էներգետիկա, որոնք ներառվելու են նաև երկու քաղաքների հեռանկարային ծրագրերում։ Մեզ համար արձանագրում ենք, որ ամեն ինչ շատ լավ է։ Բոլոր ծրագրերն էլ իրենց բնական հունով ընթանում են։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ Սևան Գրենոբլ համագործակցությունը տեսանելի է, արդյունավետ եւ հեռանկարային, որի վերաբերյալ կարևոր շեշտադրումներ արեցինք իմ լավ ընկեր ու բարեկամ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հետ։ Շտապ եմ նաև տեղեկացնել, որ Գորիս քաղաքում տեղի ունեցած Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ժամանակ որոշում է կայացվել, որ հայ-ֆրանսիական հաջորդ համաժողովը կայանալու է 2028 թվականին Գրենոբլ քաղաքում, որը եւս մեկ ազդակ է համագործակցության ամրապնդման համար։ Ֆրանսիական պատվիրակությունը օրվա ընթացքում ունեցավ մի քանի հանդիպումներ եւս Աֆրատ կազմակերպության, Սևանի բազմագործառութային քոլեջի տեխնոլոգիական ուսումնական կենտրոնի ներկայացուցիչների հետ։ Իսկ երեկոյան Բոհեմ արվեստանոց թեյարանում ֆրանսիական պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան ֆրանսախոս երիտասարդների հետ։ Սուրեն Բարսեղյան, Արմենուհի Ղուկասյան, Գնել Հովհաննիսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամահոր։